Իրենց վերաբերմունքը եւ հարձակումը դաշնակցության նկատմամբ շատ բնական է, որովհետեւ գոյություն ունի թուրքական խամաճիկ կառավարություն, ապազգային հայկական շահերից հեռացած մի միավորում եւ այո դաշնակցությունը այս իշխանությունների խորքային գաղափարական հակառակորդն է։ Եվ այո, նաև կա այդ գաղափարական բախումը եւ Հայաստանի տեսլականի ապագայի եւ հայ ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Հետեւաբար իրենց հարձակումը դաշնակցության եւ առհասարակ ազգային ուժերի ազգային գործիչների նկատմամբ բնական է, որովհետեւ եթե դուք նայեք Ադրբեջանի, Թուրքիայի խոսույթը ու Հայաստանի կառավարության ու ՔՊ-ական մեծամասնության, դրանք շատ նույնն են, որովհետեւ Հայաստանի թշնամիները եւ սրանք այո ատում են ազգային ուժերին, իսկ դաշնակցությունը իր կենսագրությամբ, պատմությամբ, ազգային գաղափարախոսությամբ այսօր Հայաստանի ամենաընդլայնված ու համահայկական ազգային ուժն է։ Հետեւաբար մեր եւ իրենց բախումը իմիջիալոց ես խորհրդարանում առաջին իմ ելույթն է այդ բաժանումը դրել ու դրա վրա կառուցել, որ անձնական չի այդ բախումը, խորը գաղափարական բախում է եւ այո իրենց հայ ժողովրդին առաջարկած գիծը Հայաստանի կործանման ճանապարհն է,